Գրիգորյան, բայց եթե դուք այս ելքը կանխատեսել եք ամիսներ առաջ, ինչ կապ ունի, թե ինչ կասեին աթոռակռիվ կասեին, ինչ կասեին, դուք նշել եք ձեր գրառման մեջ, որ չլսեցին սկզբունքային փորձառու քաղաքական գործչին։ Դուք լինելով այդպեսին, ինչու միջև վերջ չգնացիք հանուն գյումրեցու եւ Գյումրու շահերի, այլ դուրս կտվեցիք այն քննադատություններին, որ ասում էին կներեք, բայց ասում էին մարդուն փակ դռների հետևում քննարկում է գործարքի գնալ եւ այլն նման մեղադրանքներ կային։ Ինչու դրանց դուք դուրս կտվեցիք։ Եղավ այդ փակ դռների հետևում քննարկումը, եղավ այդ գործարքը, այն ժամանակ, երբ որ մանդատը վերցրեցի, Արտուր Վանեցյանից հետո մի րոպե, այդ ժամանակ բոլորը վերլուծում էին, մտածում էին, որ Մարդուն Գրիգորյանը դուրս է գալիս պատիվ ունեմ խմբակցությունից, համագործակցելու է ԿՊ-ի հետ, նմանատիպ լուրեր, ինֆորմացիաներ տարածվավ։ Այդ չստացվեց։ Քաղաքապետի ընտրություններին առաջադրվելուց Մարդուն Գրիգորյանը առաջադրվելու է, որ քաղաքացիական պայմանագրի հետ չգիտեմ ինչ։ Այդ էլ չստացվեց։ Ընտրություններից հետո փակ դռների հետևում Մարդուն Գրիգորյանը պայմանավորվածություն, չգիտեմ ինչ, այդ ընթացքում էլ տեսակ, որ ամբողջությամբ ամեն ինչ կախված էր ինձանից։ Քաղաքը գնալու է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, թե մնալու է ընդդիմությանը, այսինքն այդ հավաքական հաղթանակին է գնալու։ Այդտեղ էլ Մարդուն Գրիգորյանը ցույց տվեց իր սկզբունքային լինելը։ Հիմա նորից այստեղ արդեն այն, որ ասում է ես ընկնում է, տանագավորները շատանում են։ Այն ժամանակ բոլորը ասում էին Մարդուն ասա, ինչի չես ասում, ինչ ես մտածում, ձեր ասածի պես պայմանավորվածություն փակ դռների հետևում, այս պայմանավորությամբ ժողովուրդ ջան, Մարդունը արել է իր քայլը այս մասով, հիմա որ խնդրի առաջ է կանգնեն, նույն ընդդիմությունը, նույն այս հաղթանակը այս վիճակի մեջ է հայտնվել, հիմա այսպես կներեք էլի այդ բարիս համար կռայնին էլի մնալու է Մարդունը, թե Մարդուն ջան, դե որ գիտեիր, որ այդպես է չաներ։ Ես ասեցի, որ այստեղ կար հնարավորության խնդիր, իսկ ինչ մնում է ճնշումներին, այդ որ տարբեր Բորիսներու, չգիտեմ լավ, էլ բոլորին անվանական չգնամ, որ կարողացանք ճնշել Մարդունին, որը գնաց այս քայլին, այս ինչ արեց, այն ինչ արեց, ինձ վրա ոչ մեկը չեն կարողացել ճնշում գործադրել։ Ես բացարձակապես բացի իմ թիմից այս պայմանությամբ հստակ ասում եմ լրատվության առաջ բոլորի դարչև ոչ մի քաղաքական ուժի հետ, ոչ մի քաղաքական թիմի ղեկավարով ու ղեկավարի հետ պայմանավորված չի եղել իմ հայտարարությունը։ Մի քանի օր պարոն Գրիգորյան, ավելի շատ չեք հայտարարում ձեր որոշման մասին եւ ասում են ինչ որ տեղից այո ճնշում է եղել, որ դուք հանգել եք այդ դրան։ Բայց ես ինչի պիտի շտաբ էի։ Շտաբողականության հետևանքը մենք տեսանք ինչ եղավ, շտաբելու խնդիրը չկա, այլընտրանքը չկար, որովհետև այդ ժամանակվանից հետո, լույսը բացվելուց հետո, երբ որ արդեն այլընտրանքը չկար, ես փորձել եմ տարբեր տեսակի այլընտրանքներ բացատրել, թե ուղիղ, թե միջնորդավորված, տարբեր մարդկանց, որ կա այլընտրանքային տարբերակ, կա տարբերակ, բայց այստեղ ժողովրդյան ինձանից կախված չէր, ես ցկելով, այդքան հարվածին վրան վերցնելով, այդքան լրատվական, այդքան ժողովուրդը ինչ ասես մտածեցին, չէ, Մարդունը ձեր ասածպես ամեն ինչ մտածեցին, բայց ես տուրք չեմ տվել ոչ այդ կոմենտներին Facebook-յան, ոչ այդ լրատվական հարցակումներին, ու իդեպ այդ լրատվական հարցակումներն մենակ պայմանավորված չէր, այդ ժամանակ դեռ իշխանությունը լուր էր։ Իշխանությունը լուր էր, սպասում էր միգուցե Մարդունը այնպիսի բան անի, որ իրենց սրտով լինի, իրենք ոչ մի բան չէին ասում։ Այդ ընթացքում ընդդիմադիր լրատվամիջոցներն էին հարցակման ենթարկել Մարդուն Գրիգորյանին ու ընդդիմադիր վերլուծաբաններն ու բլոգերները։ Պարոն Գրիգորյան, դուք ասում եք հիմա դեռ ավականներսեն մի հատ ճշտուխար, ավականիում հիմա ուժերի դասավորվածությունը այնպես է, որ եթե ընդդիմադիր ուժերից որևէ մեկը փորձի ԿՊ-ին ձայն տալ, իրենք կարող են իրենց տեխնատուն առաջադրեն, ճիշտ եմ հասկանում, որ դե 14-19-ներ, այս բային քաղաքապետը կալանավորված է, 14-18 է, իսկ այնտեղ մեծամասնություն ունենալու համար պետք է 17։ Բացառում եք, որ ձեր խմբակցությունից որևէ մեկը Դուք գիտեք, որ տարբեր տեսակի ճնշումներ, եթե քաղաքապետի թիմի նկատմամբ ճնշումները սկսվել է վերջերս, իմ թիմի նկատմամբ ճնշումները ժողովրդյան ընտրությունների հաջորդ օրվանից, երբ որ ինձանից շատ բաներ կախված, այդ օրվանից մինչև
այսօր տարատեսակ ճնշումներ, թե լրատվական, թե նմանատիպ ամբիոններից հրահրելով, պատերազմներ հրահրելով, առնահեղություն, այս մարդկանց սիրտը արուն է ուզում ու անպայման դեն արունը Գյումրիում։ Գուցե դիմեք իրավապահ մարմիններին, պարոն Գրիգորյան։ Դե իրավապահ մարմիններին դիմելու խնդիրը որն է, ինչ իրավապահ մարմիններին դիմելը որն է, իրավապահ մարմինները այսօր իրենց գործը շատ լավ անում են Գյումրիում, այդ ամեն ինչը տեսանք, ու չագերտավոր էլի, շատ լավ է, Գյումրիում մենք տեսանք ինչ էր։ Սկսվում չէ, Այո, սկսվում է արունահեղությունն են ուզում եւ այլն։ Այսինքն ձեր կարծիքով հիմա որ արունահեղությունը կանխվի, լավագույն սցենարը որը պետք է լինի, դուք ինչ եք առաջարկում, ինչպես եք։ Չգիտեմ, պիտի ուշադիր լինենք, պիտի ուշադիր լինենք, պիտի զգոն լինենք, պիտի ամեն րոպե այս մասին խոսենք, այս մարդկանց ուզած ինչը մեզանից ստանալ մեկից կաշառակեր անմեղության վարկածը հաշվի առնելով, կանխավարկածը հաշվի առնելով, ես այդ մասին բացարձակ բան չեմ ասում, որովհետև այս պայթրությամբ հստակ ինչ-որ բան չկա ու չեմ եք աշխատվում, որ եթե վաղը մյուս օր դատական վճիռ լինի հստակ ապացուցվի մեղքը, ես բնականաբար ուղիղ տեքստով իմ գնահատականը տալու եմ այդ ամեն ինչին։ Բայց այսօր ամեն ինչը տանում է դրան, որ մեկից ստացան հարաբերական այս պայթրությամբ չագերտավոր ստացան կաշառակերի տարբերակը մյուսին էլ բնականաբար այս պայթրությամբ երևի թե փորձելու են ինձանից էլ ստանան կրիմինալը, կռիվ, ծեզու ճարտեր, չգիտեմ այն ու բնականաբար դրանից բխող մնացած հետևանքներ։ Դուք Վարդան Ղուկասյանի քաղաքացիալ համարում եք, պարոն Գրիգորյան։ Երևի դրա մասին ավելի շատ դուք պիտի ներկայացնեք քաղաքալաձյալը, թե քաղաքալաձյալ չէ, բայց այն որ քաղաքապետ ընտրվելուց հետո այս իրավիճակում արդեն ձերբակալված է, էլ եմ ասում անմեղության կանխավարկածը կա։ Եթե մեղավոր է, ճիշտ ասած ձայնագրություններ, մենք նմանատիպ ձայնագրություններ բազմիցս լսել ենք ու տեսել ենք, որը հետագայում պարզվել է, որ մեկը կտրված էր կոնտեքստից, մեկը չգիտեմ ինչ է եղած, դրանով էր պայմանավորված։ Ես հստակ այս առումով ոչ մի բան չեմ կարող ասել, քանի որ փաստը չկա։ Եթե փաստը լինի վերջնական, լինի, որ իրականություն է, այս ամեն ինչը բնականաբար քաղաքալաձյալ չէ։ Իսկ եթե պարզվի, որ սարկած, կծած, կսմծած ինչ-որ բանով սարկած կարած գործ է, այդ պարագայում արդեն ձայնագրության մեջ ասում է կներեք, ձայնագրության մեջ ասում է վերու է 4 միլիոնը եկեղեցու նկարիչներին պարտքեմ, դա բան։ Ժողովրդյան, ես բացարձակապես այդ դետալների մեջ չեմ ուզում խորանալ։ Կա իրավապահ մարմիններ, կան փաստաբաններ, կա դատարան, թող գնան իրանք այդ ամեն ինչը պարզաբանեն, ճշտեն։ Մեղավոր է, ուրեմն թող պատասխան տա, ուրեմն թող մենք էլ ամեն մեկս մեր դիրքորոշումն ու կարծիքը կհայտնենք։ Իսկ ինչ վերաբերվում է Գյումրու կառավարման հետ կապված, այդ մասով էլ ես առաջի օրվանից ասել եմ, տալիս ենք հնարավորություն, չնայած մյուս երկու խմբակցություններն էլ նույն ձևաչափով են մոտեցել, որ տալիս ենք, բայց ոչ մի պաշտոն չենք վերցնում ու պատասխանատվության տակ չենք մտնում, իսկ քարոզարշավի ժամանակ հիմա ելի եմ ասում, քանի որ Վարդան Ղուկասյանը կալանավորված է, ես նույնիսկ չեմ ուզում անդրադառնալ քարոզարշավի ընթացքում իմ խոսույթին, թե ես ինչպես եմ ներկայացրել այդ ամեն ինչը, որովհետև այս պարագայում կլինի այն տպավորությունը, որ մարդը փորձության մեջ է, խնդրի մեջ է եւ ես հիշացնում եմ, որ իրան եմ ասել։ Մեր խոսքով, երբ կպարզվի իրականությունը ու երբ վճիռ կլինի, ես հստակ իմ դիրքորոշումը կասեմ։ Կաշկանդված չեմ։ Ամեն դեպքում դուք որպես падգամավոր, երբ արձանագրել եք, որ խորհրդարանի ամբիոնից, չգիտեմ ում նկատում եք, այսպես ասած, արյուն են ուզում Գյումրիում, գուցե որպես падգամավոր, խորհրդարանի ամբիոնից դիմեք իրավապահ մարմիններին, որպեսզի մենք հերթական փառաքարի պատմությունը ողբերգական չունենանք։ Մտադիր եք այդպիսի քայլ անել, թե ոչ, որտեղ դուք ավելի լավ կզգաք։ Ես այդ մասին այստեղ այսքան լրատվամիջոցների մոտ ասում եմ ու ես ոչ թե ուղղակի խոսում եմ, այսպես ասած, շարը ինչ որ մեկի գրբանը փորձում եմ գցել, այդ իմ տեսակը չէ, ոչ ես այդ էքսցենտրիկ բան ունեմ, էլի պահվածք ունեմ, որ բերանս ինչ եկավ խոսեմ։ Ես ասում եմ այն, ինչ որ երեք ու շատ լրատվամիջոցների այն վերնագրերը դրված է հստակ
պատգամավորի կողմից արված հայտարարությունը, որ Մարդուն Գրիգորյանի ընկերներին սպանեցին, Մարդուն Գրիգորյանը գնաց ընտրեց Վարդան Ղուկասյանին քաղաքապետ։ Այս պահի դրությամբ դուք իշխանություն եք, դուք պետություն եք, դուք պիտի նայեք ամեն ինչ անեք, որ եթե կան ընտանիքներ, ազգություններ, չգիտեմ, քաղաքական թիմեր, ովքեր որ իրար հետ խնդրեմ ունեն, դուք պիտի ամեն ինչ անեք, որպեսզի ընդհանուր մինչև այդ վիճակը բերեք հասնեք, մարդիկ իրար հետ հաշտ լինեն, համերաշխ լինեն, որ քաղաքներում է ոչ կրիմինալը վխտա, ոչ սպանությունները, ոչ դանագարությունները, ոչ մյուսը, բայց այսօր եթե հայտարարում եք, այսինքն հայտարարում եք, որ Մարդուն Գրիգորյանի թիմից, ընտանիքից դեպքեր են եղել այդ մարդկանցից մեկին ներվը խաղա ու ինչ որ գործողություն, հա, տանում եք դուք ձեր լեննագանցին դուք ձեր կյուֆտին տանում եք նրան, որ մեր միջի այդ ներվը խաղացնեք, որ մենք գնանք հանցագործության, որ հետո դուք եք այ որ ասում էին կրիմինալը եկավ Գյումրի իշխանության, դրան եք տանում 6 ամիս կյանքերս կերակ այդ մասը 6 ամիս տանում եք այդ ամեն ինչին չկա լարվածություն չկա ու այդ լարվածությունը եւ այդ սպանված ընտանիքի միջև ասում են լարվածություն չկա սպանված ընտանիքը իմ ընկերոջ ընտանիքն է սպանված ընտանիքի տղան հա սպանված ընտանիքի տղան իմ ընկերոջ տղան է ընտանիքն է այս ամեն ինչը ի սկզբանե ժողովրդյան քաղաքական է ու Գյումրիում ինչ դեպքեր եղավ, որը ասոցացվավ մեզ հետ, գիտեցեք, որ սա քաղաքական է, որի մեկնարկը էլի տրված է ընտրություններից հետո, երբ որ թե գյումրեցիները ԿՊԵ-ականները, թե մյուս ԿՊԵ-ականները այս միջանցներում, որ իրար հերթ տալով հարցազրույց էին տալիս, բոլորի ասածը մի բան էր, Մարդունը գնաց, աջակցեց իր ընկերոջը խավորին չի դնել ով ում հետ ինչ խնդրեմ ունի բացարձակապես գաղափարը չունին այնքան որի լեզվին հրանգը երևի SMS-ը իջել է որ այս թեմայով Մարդուն հենց բզբզեք մինչև տեսնենք ինչի են հասնելու մի բան ստացվի ինչ էլ որ լինի այդ ամեն ինչը քաղաքական է ժողովրդյան այսօր հստակ ասում եմ մենք քաղաքում ոչ մեկի հետ խնդիր չունենք հասկանալի է Վարդան Ղուկասյանին այս բարագայում չեզոքացրեցին Վարդան Ղուկասյանին իր թիմով արդեն փորձության մեջ գցել են խնդրի մեջ գցել են 6 ամիս իմ ընտանիքի իմ թիմի հարազատների հետ կապված ինչ ասես չի արվել ուղղակի իմ խառնվածքին համահունչ ես հանգիստ ոչ լրատվական դաշտում ոչ ձեզ այդ լրագրողների հետ ճեպազրույցներով ահա զանգելով աղաղակելով ես իմ ինչքան հնարավոր է իմ պայքարը պայքարել եմ հնարավորինս աշխատել եմ այս ամեն ինչից հետ մնալ բայց տեսնելով ձեռագիրը ու տեսնելով այս անոնսները ինչ որ ամեն րոպե տանում են գիտեցեք Գյումրիում ինչ դեպք եղավ սա հրահրած է մեզ հետ իմ ընտանիքի հետ այսօր տեսեք ասում եմ իմ ընտանիքի հետ յուրաքանչյուր դեպք փորձանք փորձություն գիտեցեք քաղաքական է այդ ամեն ինչը Երբ այսպես եք ասում ենթադրվում է որ մի բան սպասվելու է որ դուք հիմա այսպես զգուշացնում եք դե հիմա ոնց ուզում եք վերլուծեք ոնց ուզում եք մեկնաբանեք ընդամենը ես ասում եմ ժողովրդյան մենք քաղաքում ոչ մեկի հետ ոչ մի խնդիր չունենք դուք երևի տեսած կլինեք ես նույնիսկ քաղաքապետի ընտրություններից հետո ավելի շատ տեղական ինքնակառավարման մարմնի այսպես ասեմ ֆունկցիա են վերցրել քան բուն պատգամավորականը թաղեր գնալ հանդիպումներ իմ խմբակցության հետ Մարդուն ուրես Մարդունը թողեց մանդատը ավագանու մանդատը գյումրեցիներին ձայնը վերցրավ հետո առհամարես գնաց ես ազգային ժողովում եմ ես ոչ միտեղ չեմ գնացել չգիտեմ ով որտեղ ինձ ման է գալիս ես իմ տեղում եմ ու բացարձակապես ոչ մի ձևի կաշկանդվածություն չունիմ իսկ Ինչ վերաբերվում է ես Գյումրիում եմ իմ խմբակցության հետ բավականին ակտիվ աշխատանք ենք տանում երևի նկատած եք լինեք թաղերել եմ գնում ժողովրդի հետ շփվում եմ նարդիել եմ խաղում հանդիպումներ եմ ընդունում կազմակերպում գնում եմ իրանց նգուղներն եմ մտնում կդուրներն եմ բարսանում տեղին ամեն ինչը անում եմ ժողովրդյան այնպես որ Մարդունը Գրիգորյան Գյումրիում է Մարդունը կաշկանված չէ իսկ եթե մեզ հետ կապված այլ բան կլինի ուրեմն գիտեցեք որ դա չի մարսվել Գյումրու ընտրություններով
կատարված իմ քայլը։ Իսկ այն ինչ որ մեղադրում են, փորձում են, ես ինչի սկզբանե ասացի, որ սա պայմանավորված չէ Վարդան Ղուկասյանով, որովհետեւ չլինի հիմա էլ տանեն այն դաշտը, թե մարդը խնդրի մեջ է, դու ժամանակն ես գրել, այդ մասին խոսալու, բայց մենք այդ մասին դի խոսանք, որովհետեւ քաղաքական ուժերը, թե ընդդիմադիր, թե մնացած նմանատիպ բաները պահի տակ, պահի ազդեցությունով չառաջնորդվեն, որ վայ պահի տակ էս է վիճակը, բերեք այսպես անենք, պետք է մտածել, պետք է վերլուծել։ Պետանոր գործը։